Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք ձեր ծննդյան օրվա մասին, տարվա բոլոր օրերի մասին, եղեք համբերատար և սպասեք ձեր օրվա կանխատեսմանը, նաև բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք այն։ Ձեր ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ կամ ձեզ հետաքրքրող մեկին։ Այն կբացահայտի մանրամասները ձեր անհատականության, հարաբերությունների, անձնական կյանքի, աշխատանքի, կոչումների և առողջության մասին։ Կենդանակերպը բաղկացած է 12 նշանից, որոնցից յուրաքանչյուրը պատկանում են 4 տարրերից մեկին՝ կրակ, հող, նաև երկիր է կոչվում, օդ կամ ջուր։ Կենդանակերպի նշանը, որի տակ ծնվում է մարդը, ինչպես նաև նրա ծննդյան օրը, որոշում են նրա բնավորությունը, սովորությունները և ճակատագիրը։ Ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր անհատականությունը։ Այն կբացահայտի ձեր ուժեղ և թույլ կողմերը, անձնական և ընտանեկան կյանքի հեռանկարները, սիրո և ամուսնության համար ամենահարմար զույգերին, մասնագիտական որակները և ձեր խոցելիությունները։ Այն կօգնի ձեզ բացահայտել թաքնված տաղանդները և զարգացնել դրանք։ Այն նաև կբացահայտի այս օրը ծնված կանանց և տղամարդկանց բնավորության գծերը։ Այն նաև կտա ձեզ կյանքը բարելավող խորհուրդներ, որոնք եթե հետևեք, ձեզ կդարձնեն հաջողակ և երջանիկ։ Եթե դուք ծնվել եք հունվարի 4-ին, ապա ձեր կենդանակերպի նշանը այս եղջյուրն է, սա երկրի, նաև հողի նշանն է։ Հունվարի 4-ին ծնվածների առանձնահատկությունները՝ ուժեղ կողմերը, նվիրվածություն, պատասխանատվություն և պարտաճանաչություն, թույլ կողմերը՝ հուզական զսպվածություն և պարտվելու անկարողություն։ Հունվարի 4-ին ծնված կանայք առանձնանում են հետևյալ հատկանիշներով՝ անկախություն, ազատասեր են, բանականություն և խնայողություն։ Հունվարի 4-ին ծնված տղամարդիկ օժտված են հետևյալ բնավորության գծերով՝ վճռականություն, առաջնորդություն, զսպվածություն և հուսալիություն։ Հունվարի 4-ին ծնվածների ընդհանուր բնութագրերը։ Հունվարի 4-ին ծնվածները այս եղջյուրի նշանի տակ են։ Նրանք գործնական, իմաստուն, նպատակասլաց և պատասխանատու անհատներ են։ Նրանք ունեն պարզ, վերլուծական միտք, որը թույլ է տալիս նրանց եզրակացություններ անել ընթացիկ իրադարձություններից։ Նրանք չեն վախենում մարտահրավերներից և հմուտ են բարդ խնդիրներ լուծելու հարցում։ Իրենք հեշտությամբ են լեզու գտնում ուրիշների հետ։ Դրան նպաստում են նրանց լավ հումորի զգացումը և բարիությունը։ Լարվածությունը մեղմելու և հետաքրքիր քննարկում սկսելու նրանց ունակությունը թույլ է տալիս իրենց հարմարավետ զգալ ցանկացած ընկերությունում։ Նրանք գնահատում են անմիջականությունն ու անկեղծությունը իրենց զրուցակցի մոտ։ Այսօրը ծնվածները բնութագրվում են լավ զարգացած երևակայությամբ։ Հաճախ են ունենում ինքնատիպ գաղափարներ։ Կյանքի նկատմամբ իրենց պահպանողական հայացքների պատճառով նրանք գործում են հաստատված ծրագրերի համաձայն։ Անհաջողության վախը նրանց խուսափում է ռիսկի դիմելուց։ Կյանքի բոլոր ոլորտներում նրանք ձգտում են կայունության, հասանելիության, հուսալիության և անվտանգության։ Հունվարի 4-ին ծնված կանանց բնութագրերը։ Այսօրը ծնված կանայք անկախ, նպատակասլաց և ազատասեր անհատներ են։ Նրանց բնորոշ գծերն են խնայողությունը և ռացիոնալությունը։ Նրանք սիրում են ստեղծել իրենց սեփական կանոնները, որոնց խստորեն հետևում են։ Այսպիսի կանանց բնորոշ է չափազանց պատասխանատվությունը և համառությունը։ Նրանք քննադատող են և խիստ իրենց և ուրիշների նկատմամբ, ինչը դժվարացնում է հաղորդակցությունը։ Նրանք չեն սիրում սխալները, չեն ներում նաև։ Անհաջողություններն ու պարտությունները նրանց շեղում են ուղուց։ Անհաջողությունից հետո նրանց համար դժվար է հավաքել իրենց ուժերը և շարունակել իրենց նպատակներին հասնելու ճանապարհը։ Հունվարի 4-ին ծնված տղամարդկանց բնութագրերը։ Այսօրը ծնված տղամարդիկ հուսալի են, զուսպ և համբերատար։ Նրանք չեն կարող պատկերացնել կյանքն առանց նպատակի, իրենց ողջ ժամանակն ու էներգիան նվիրում են դրան հասնելուն։ Նրանք միշտ մտածում են մի քանի քայլ առաջ և ունեն պահեստային ծրագիր անկանխատեսելի իրավիճակների համար։ Նրանք դժվարությամբ են հաղթահարում ձախողումները, բայց երբեք չեն հանձնվում կես ճանապարհին։
Նման տղամարդիկ ունեն արտահայտված առաջնորդական որակներ։ Նրանք ձգտում են հաղթանակի և հարգում են ավելի բարձր դիրք զբաղեցողներին։ Հարաբերություններ։ Հունվարի 4-ին ծնված այդ եղջյուրները դժվարությունների են հանդիպում զուգընկեր գտնելու և սիրային հարաբերություններ ստեղծելու հարցում։ Գաղտնիությունը և անհաջողության վախը խանգարում են նրանց արտահայտել զգացմունքներն ու կապվածությունը։ Նրանք ընտրում են զուգընկերներ, որոնք համապատասխանում են իրենց իդեալական կերպարին։ Նրանք հակված չեն կրքի պոռթկումների և կատաղի հույզերի։ Այսպիսի կանայք նվիրվում են մայրությանը և ամուսնությանը։ Նրանք հիանալի տնային տնտեսուհիներ և հավատարիմ ամուսիններ են։ Այսօրը ծնված տղամարդիկ ստանձնում են ընտանիքի ղեկավարի դերը։ Նրանք բավականաչափ ապահովում են իրենց տնային տնտեսությունը, լուծում են ընտանեկան խնդիրները և հարթում են ցանկացած հնարավոր կոնֆլիկտ։ Համատեղելիություն։ Այսօրը ծնված այդ եղջյուրները լավ համատեղելի են կույսերի, ցուլերի, առյուծների, կարիճների և իրենց կենդանակերպի նշանի մյուս ներկայացուցիչների հետ։ Նրանք վատ համատեղելի են, անհամատեղելի են խոյի, աղեղնավորի, ջրհոսի և խեցգետնի հետ։ Հունվարի 4-ին ծնվածների համար ամենահարմար զուգընկերը։ Հետևյալ օրերին ծնված մարդիկ առավել հարմար են սիրո և ամուսնության համար։ Կարող եք գրի առնել այս ամսաթվերը։ Հունվարի 6, 15, 16 և 27, փետրվարի 6, 10, 21, 26, մարտի 4, 5, 6, ապրիլի 1, 19, 21 և 25, մայիսի 8, 20, 23, հունիսի 22, 24, 29, հուլիսի 14, 18, 19, օգոստոսի 3, 7, 9, սեպտեմբերի 10, 20, 26, հոկտեմբերի 8, 13, 28, նոյեմբերի 17, 22, 27, դեկտեմբերի 1, 21, 24, 26 և 31։ Այս օրերին ծնվածները ձեզ համար իդեալական են սիրո և ամուսնության համար։ Աշխատանք և կարիերա։ Հունվարի 4-ին ծնվածների համար աշխատանքը կյանքի ամենակարևոր բանն է։ Նրանք ունակ են հաջողության հասնել ցանկացած մասնագիտական ոլորտում։ Նրանք համառ են, պատասխանատու և հետաքրքրասեր։ Նրանք ձգտում են կարգուկանոնի աշխատավայրում և հետևում են իրենց գրաֆիկին։ Նրանք արդյունավետորեն աշխատում են թիմերում և անհատապես։ Նրանք գերազանցում են ղեկավարության և կազմակերպչական պաշտոններում։ Նրանք պահանջկոտ են իրենց ենթակաների և գործընկերների նկատմամբ։ Նրանք ունեն ստեղծագործական ունակություններ։ Նրանց տաղանդը իրացնելու լավագույն միջոցը նկարչությունն է։ Առողջություն։ Այսօրը ծնվածները բնատուր առողջ են, սակայն նրանք հակված են անտեսել իրենց առողջությունը։ Գերծանրաբեռնվածությունը, նստակյաց ապրելակերպը, քնի պակասը և անկանոն սննդակարգը խոցելի են դարձնում սրտանոթային, նյարդային և մարսողական համակարգերը։ Լուրջ հիվանդություններից խուսափելու համար պահպանեք քնի և հանգստի գրաֆիկ։ Ժամանակ հատկացրեք ֆիզիկական վարժություններին և մաքուր օդում զբոսանքներին, ինչպես նաև սահմանափակեք սուրճի օգտագործումը։ Իրենք հակված են ճարպակալման, ինչը հանգեցնում է իրենց արտաքին տեսքի դժգոհության և բարդությունների։ Նրանք հաճախ իրենց ուժասպառ են անում այնպիսի դիետաներով, որոնք չեն տալիս ցանկալի արդյունքներ։ Հավասարակշռված սննդակարգը, քաղցրավենիքի և թխվածքաբլիթների սահմանափակ լինելը, ինչպես նաև ֆիզիկական վարժությունները, աերոբիկա, լող, վազք կօգնեն նրանց հասնել և պահպանել լավ ֆիզիկական պատրաստվածություն։ Խորհուրդ հունվարի 4-ին ծնվածների համար։ Վստահեք ձեր զուգընկերոջը։ Անձնական հարաբերություններում մի թաքցրեք ձեր զգացմունքները։ Վստահությունը հոգևոր մտերմություն կհաստատի։ Ձեր սիրելին կդառնա ձեր աջակցությունն ու խրախուսանքը ձեր նպատակներին հասնելու գործում։ Լսեք ուրիշների կարծիքները։ Չափազանց համառությունը խանգարում է ձեզ տեսնել նոր հեռանկարներ և հնարավորություններ։ Հարգեք ձեր գործընկերներին և հաշվի առեք նրանց խոսքերը։ Ընդունեք պարտությունը արժանապատվորեն։ Հաջողության ճանապարհը լի է վերելքներով և վայրէջքներով։ Անհաջողությունների մասին անհանգստանալը կարող է խաթարել ձեր ինքնավստահությունը։